Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սահմանազատմամբ մենք նույնպես ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը եւ նվազեցնում, չեզոքացնում ենք խոցելիությունը։ Այս մասին լրագրողների զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը։ Ես հուսով եմ, որ կանոնակարգի համապատասխան կիրականացվի եւ կանոնակարգը, քանի որ ամբողջությամբ նկարագրվել է գործընթացը, չեմ կարծում, որ վտանգներ կան, նշել է Գրիգորյանը։ Հավելենք, որ Մհեր Գրիգորյանը սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահն է։ Ադրբեջանի զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը 2025-ի ուսումնական պլանի շրջանակում իրականացրել են մարտական կրակի կիրառմամբ մարտավարական զորավարժություններ ռուսական Սմերչ համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի ներգրավմամբ։ Զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը եւ իրական մարտական գործողություններին մոտ պայմաններում վարժվելու հմտություններին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է բանակից գումարով ազատման նախագծի քննարկման հետաձգմանը, նշելով, որ այն Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման անհրաժեշտություն է։ Նրա խոսքով հանրային արձագանքը կարևոր է, քննարկումները շարունակվում են եւ նախագիծը հնարավոր է փոփոխությունների ենթարկվի։ Սիմոնյանը ընդգծել է, որ նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, իսկ սոցիալական անհավասարության հիմնավորումը չի արդարացնում նախկինում եղած չարաշահումները։ Ալիևը երբ հրաման տվեց քանդել ու ավերել հայրենականին նվիրված բոլոր հուշակոթողները Արցախում, երևի նորից հիշեց, ադրբեջանցիները այդ պատերազմում դավաճանների թվով առաջինն էին, ավելինն էին, քան Կովկասի մյուս բոլոր ժողովուրդների դավաճանները միասին հաշված։ Ալիև Հեյդարիչը չի մոռացել անշուշտ, որ իր պապերից եւ ոչ մեկը այդպես էլ չդարձավ, ոչ մարշալ, ոչ ծովակալ, ոչ էլ փոխծովակալ։ Միևնույն ժամանակ նրա համար այդքան ատելի հայերը պատմության մեծ հաղթանակին 4 մարշալ, 1 ծովակալ եւ 9 փոխծովակալ տվեցին։ Եթե ատելությունը հայերի նկատմամբ նրա գենետիկ կոդում է արյան մեջ, ապա այդ ինչ վրեժ է վերացնել մի հակամարտության հաղթանակ հուշակոթողները, որին նաեւ իր ժողովուրդն է մասնակցել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մարտական պատրաստության գլխավոր վարչության նախկին պետ գեներալ գնդապետը կարծես տալիս է այս հարցի փաստական պատասխանը, գրելով, թե 1941-ից 45 թվականներին Ադրբեջանը ֆրոնտ ուղարկել է 300,000 էթնիկ ադրբեջանցի, 2 անգամ քիչ, քան հայերն են եղել։ Իդեպ նրանցից 160,000 անցել են գերմանացիների կողմը եւ տարբեր գնահատականներով 70,000-ից մինչեւ 120,000-ը ընդգրկվել են նացիստական զորքերի շարքերում եւ կատարել ամենանենգ աշխատանքը, հաշվեհարդար խաղաղ բնակչության հետ օկուպացված շրջաններում։ Ռուս բարձրաստիճան զինվորականի պնդմամբ ադրբեջանական նացիստական լեգիոններից մեկը առանձնացել է դաժան հաշվեհարդարով Կուբայում գտնվող ռուսական մի բնակավայրի բնակիչների նկատմամբ, որի համար պարգևատրվել է ամենաբարձր պարգևներով։ Թեման ուսումնասիրած հայ պատմաբանն էլ ասում է, քննարկելու, խմբագրելու ոչինչ չկա։ Ադրբեջանցիները, որ հայրենականի տարիներին առավել հայտնի էին որպես Կովկասի թաթարներ, տխրահռչակ ուղի են անցել այդ պատերազմում։ Մի հատ գեներալ են եղած։ Մոսկվայում իրենց ադրբեջանցիների ներկայությամբ եմ ես դա ելույթներից նշել եմ հետեւյալը, որ այդ որ թվեր են իրենք նշում։ Իրականության մեջ իրենք ասում են Ադրբեջանից հերոսների թիվը, որի մեջ իհարկե ամենածանրակշիռ տեղը մենք հայերս ունենք 26 հոգի խորհրդային Ադրբեջանի տարածքից հերոսներ ենք ունեցել, մենակ երկուսը Չարդախլու գյուղից մարշալներ եւ 12 գեներալ։ Բազմամիլիոնանոց ամբողջ ադրբեջանական ժողովուրդը ավելի քիչ ԽՍՀՄ հերոս է տվել, քան փոքր 150,000-անոց հայաբնակ Լեռնային Ղարաբաղը։ Եվ հենց այդ պատճառով է, որ երբ Ադրբեջանի նախագահ մայիսի 9-ին ստում է, թե իբր Ադրբեջանը տվել է 116 ԽՍՀՄ հերոս, նա այստեղ ներառում է 48 ղարաբաղցի հայերի, ինչպես նաև ռուսների եւ այլ ազգությունների ներկայացուցիչների, ովքեր ապրել են արհեստականորեն ստեղծված ադրբեջանական ԽՍՀ-ում, սակայն որևէ կապ չեն ունեցել ազգությամբ ադրբեջանցիների հետ։ Մոսկվայի Պակլոնայա գարա թանգարանում մարդը գնա նայի տեսնի նույնիսկ հայերին ադրբեջանցիների փոխարին էին տանում, նրանք նստած ասած չայ խանաներում չայ էին խմում։ Ալիևի հայրը չի մասնակցել պատերազմին, իրան անգնավոր ձևակերպել, ոչ բանը չեն մասնակցել։ Մի հատ գեներալ ցուցանմուշի համար չեն ունեցել։ Երբ որ պետք է լինում, ասենք Ղարաբաղի հայրը, որ այդքան փոքր տեղից այսքան հերոսը գեներալ է տվել, ասում են նաշի ադրբեջանցի, երբ որ պետք է լինում, ասում են հայրը հեչ են, գիտեն։ Մի հատ գեներալ չի ադրբեջանցի։
Եվ ուրեմն ադրբեջանցիները հայրենականում խայտարակ տխուր քրոնիկոն ուսումնասիրելուց հետո որ մի վանդալ ադրբեջանցու ձեռքը կդողա քանդել ու ավերել հայերի արձաններն ու անունները, որ թողել են հայկական անջնջելի հետքը նացիզմի դեմ պայքարում։ Խորհրդարանական հայտարարությունների ժամի հնարավորությունից այս անգամ օգտվեց ընդամենը 5 պատգամավոր։ Հովիկ Աղազարյանը խոսեց ավտոներկրողների շուկայում առկա խնդիրների մասին, ձևակերպեց, թե քննչական կոմիտեի ու ՊԵԿ նախկին նախագահները մեկնաբանել են օրենքը եւ իրենց հայեցողությամբ այն կիրառել արդյունքում ըստ անկախ պատգամավորի ոլորտը կործանվեց Հայաստանում, իսկ պետական բյուջեն ուղիղ մուտքերով չստացավ $400 միլիոն։ Այս օրինակը հիմք ընդունելով Աղազարյանը ասաց, վտանգ է սպառնում նաեւ խաղողագործության շուկային։ Հիմա մենք հետևողականներին ուզում ենք խաղողագործությունը եւ գույնակագործությունը ոչնչացնենք։ Այն ինչ որ տեղի ունի այսօր Վրաստանում, որ մեքենաները արդեն կան, մեքենաները 45 օր կանգնած են արդեն այդ վիճակում, եւ ես ամենակիչը մեկ գործարան գիտեմ, որ այս պահին իր աշխատողներին ուղարկել է հարկադիր արձակուրդի, չի կարողանում աշխատացնել, վճարել աշխատավարձներ եւ այլ, եւ սա շատ վտանգավոր իրողություն է։ Իշխանական պատգամավոր Բագրատյանն էլ մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու իր տարբերակն է առաջարկում, մասնավորապես կարծում է, որ որոշ նախարարություններ կարելի է տանել մարզկենտրոններ։ Օրինակ է բերում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայք, ֆինանսների նախարարությունը Արագածոտն, պաշտպանության նախարարությունը Սյունիք։ Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը Տավուշում կարող է տեղաբաշխել, առողջապահության նախարարությունը Լոռիում եւ դրանք կաշխուժացնի ողջ հանրապետության տնտեսական կյանքը։ Բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, ակադեմիական քաղաք տեղափոխվել, առևտրի կենտրոնները քաղաքից դուրս անպայման տեղաբաշխել։ Պատիվ ունեմից Տիգրան Աբրահամյանն էլ անդրադարձավ գումարով բանակից ազատվելուն վերաբերող նախագծին։ Գումարային փոխհատուցում սահմանելը ըստ ընդդիմադիր պատգամավորի դուրս է ցանկացած տրամաբանական մոտեցումից։ Սոցիալական բևեռացումից մինչև արդարության կոպտագույն խախտումներ, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ, գալիս են լրացնելու առանց այդ էլ ներհասարական կյանքում տեղ գտած սևերի ու սպիտակների, ունևորների ու չունևորների բազմաթիվ հակադրությունները։ Բոլոր ժամանակներում էլ ֆինանսները կարևոր են եղել բանակի արդիականացման եւ մարտական խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից, ասում է պատգամավորը, բայց կարծում է, որ բանակի հիմնարար խնդիրները բացառապես սոցիալական տեսանկյունից դիտարկելը փակուղի գնացող ճանապարհ է, բանակը փորձադաշտ չէ։ Կրեմլում տեղի ունեցել Պուտին-Ֆիդան հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման ուղղված վերջին նախաձեռնությունները, ինչպես նաեւ մայիսի 16-ին Ստամբուլում կայացած խաղաղ բանակցություններից հետո տեղի ունեցած զարգացումները։ Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ գոհունակությամբ ընդունում է Հայաստան եւ Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ քայլերը, խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնությունը համարելով կարևոր առաջընթաց։ Նա նշել է, որ Թուրքիան անցնում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փուլային գործընթացի։ Էրդողանը նաեւ ակնկալում է, որ Իրանը կաջակցի Զանգեզուրի միջանցքի նախաձեռնություններին, տարածաշրջանային խաղաղությանը եւ զարգացմանը նպաստելու համար։ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը քննարկում է եկող շաբաթվանից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության հարցը։ Wall Street Journal-ի տեղեկացմամբ քննարկվող սահմանափակումների մեջ չեն մտնում Ռուսաստանի բանկային ոլորտի դեմ լրացուցիչ պատժամիջոցները։ Նշվում է, որ նոր պատժամիջոցների նպատակն է հարկադրել Ռուսաստանի նախագահ Պուտինին գնալ զիջումների, այդ թվում համաձայնվել 30-օրյա հրադադարին։ Կանադայի համայնքների պալատի նոր խոսնակին քարշ են տվել դեպի իր աթոռը։ Հին ավանդույթի համաձայն նոր խոսնակին ամբիոնի մոտ են ուղեկցում վարչապետն ու ընդդիմության առաջնորդը։ Ավելին նրանք ոչ թե ուղեկցում են, այլ քարշ են տալիս մի փոքր դիմադրող խոսնակին։ Այս ավանդույթը սկիզբ է առել այն ժամանակներից, երբ բրիտանացի խոսնակները կարող էին մահապատժի ենթարկվել, եթե թագավորին փոխանցած լուրերը միապետի սրտով չլինեին։ Մասկը հեռանում է պետական պաշտոնից, նա X-ում գրել է Դոնալդ Թրամփի վարչակազմում հատուկ պետական ծառայողի պաշտոնում աշխատանքի ավարտի մասին։ Խոսքը կառավարության արդյունավետության դեպարտամենտի նախագահի պաշտոնի մասին է։ Շնորհակալ եմ նախագահին ոչ արդյունավետ ծախսերի դեմ պայքարի հնարավորության համար, գրել է Մասկը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է Համասի առաջնորդ Մոհամմադ Սինվարի սպանությունը։ Հիշեցնենք, մայիսի 13-ին իսրայելական օդուժի հարվածի հետևանքով Սինվարից բացի սպանվել են նաև նրա 10 օգնականները։ Համասի առաջնորդի մարմինը հայտնաբերվել է Գազայի հատվածի հարավային Խան Յունիսի թունելում։ Մոհամմադ Սինվարը Համասի նախկին առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրն է։ Անցած տարվա հոկտեմբերին սպանված Սինվար ավագը համարվում էր Համասի կողմից Իսրայելի վրա 2023-ի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման գլխավոր կազմակերպիչներից։ Իսրայելի ռազմական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է առնվազն 30 պաղեստինցի, այդ թվում փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյա եւ լրագրող։ Ջաբալիայի մոթային հարվածը խոցել է լրագրող Հասան Մաջդի Աբու Վարթայի տունը, սպանելով նրան եւ ընտանիքի մի քանի անդամի։ Համասի կողմից ղեկավարվող Գազայի մամուլի գրասենյակը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերից ի վեր սպանված պաղեստինցի լրագրողների թիվը հասել է 220-ի։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Ղաթիբզադեն Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումում հայտնել է, որ Իրանը աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին եւ համարում, որ այն պետք է հնարավորինս շուտ ստորագրվի։ Նա ընդգծել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհառազմավարական լանդշաֆտի ցանկացած փոփոխության եւ սատարում է կողմերի միջև համաձայնեցված լուծումներին միջազգային իրավունքի եւ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Ղաթիբզադեն նշել է, որ չի ընդունում միջանցքային տրամաբանությունը եւ ողջունում է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կարևորությունը Իրանի համար աշխարհատնտեսական, աշխարհառազմավարական եւ մշակութային առումներով շատ մեծ է։ Ամփոփելով նա նշել է, որ խաղաղությունն է տարածաշրջանի կարիքը եւ Իրանը պատրաստ է գործածել իր բոլոր հնարավորությունները դրա ապահովման համար։ Սանկտ Պետերբուրգում հրդեհվել է ավանգարդ ռազմավարական գործարանը, սա միկրոսխեմաների եւ ռազմական էլեկտրոնիկայի արտադրության Ռուսաստանի Դաշնության ամենահին ձեռնարկություններից մեկն է։ Հարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կործանվել, այն բախվել է Սարին, ինքնաթիռում եղել է 4 մարդ։ Մոսկվայում անօթաչուն մխրճվել է բնակելի տան մեջ ԶԼՄ-ների հաղորդմամբ դեպքը տեղի է ունեցել մետրոյի կայարանից ոչ հեռու։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է լուրը, նշել, որ տուժածներ չկան։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն էլ հայտնել է, որ մայիսի 28-ին 20-ից սկսած Ռուսաստանի Դաշնության տարածքում ոչնչացվել է 44 ԱԹՍ, որոնցից 3-ը Մոսկվայի շրջանում զեկույցում նշված չէ ԱԹՍ-ի բնակելի տան մեջ մխրճվելու մասին։ Վիետնամ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը հարվածել է ամուսնու դեմքին։ Ինքնաթիռի դուռը շատ շուտ է բացվել եւ համացանցում հայտնվել են անհարմար կադրեր։ Տեսախցիկների ֆիքսած կադրերը բուռն քննարկումների առիթ են տվել։ Կադրերում երևում է, որ բացվում է նախագահական ինքնաթիռի դուռը, այդ պահին երևում է նրա կնոջ ձեռքը, որը թեթև հարված է հասցնում նախագահին։ Ռուսաստանի ազգային գվարդիայի Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործակալությունը սկսել է անօթաչու թռչող սարքերի միջոցով անօրինական ներգաղթյալներ որոնել շինհրապարակներում։ Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը հավելել է, որ այս ռեյդի ընթացքում ստուգվել է ավելի քան 100 օտարերկրացի։ Պարզվել է նրանցից 14-ը ապօրինի են աշխատում Ռուսաստանի տարածքում։ Տուգանքները վճարելուց հետո նրանք կարտաքսվեն Ռուսաստանից, հայտնել է ազգային գվարդիան։ Ազգային ժողովը ընդունեց ԱՊՀ երկրների միջպետական հետախուզումը դյուրացնելու մասին փաստաթուղթը։ Այժմ որոնման ընթացքում փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի էլեկտրոնային հիմունքներով, այլ ոչ թե թղթի վրա, ինչպես նախկինում էր։ Որոշումն ընդունվել է 93 կողմ 0 դեմ 0 ձեռնպատ ձայներով։ Թեպետ կառավարությունը արցախցիների հայտնի սոցաջակցության 40 գումարած 10,000 դրամի հարցում հետ քայլ արեց ու ծրագրի ժամկետը հավելյալ 2 ամսով երկարացրեց, այնուամենայնիվ բռնատեղահանված մեր հայրենակիցներն ըստ նրանց իրավունքների պաշտպանության խորհրդի շարունակում են սոցիալապես ծանր վիճակում մնալ։ Խորհրդի անդամի հեռախոսը զրույցի հետ ընթացքում չէր հանդարտվում, հատկապես զանգում էին սննդի համար։ Մարդկանց համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ ստիպված քաղաքացիները, արցախցիները լքելու են Հայաստանը, բայց մեր գեր խնդիրը, գեր նպատակը նա է, որ արցախցին մնա Հայաստանում։ Մինչև հետ քայլ անելը հիշենք գործադիրը որոշել էր սոցաջակցությունը թողնել միայն խոցելի խմբերի համար։ Սակայն երբ համաձայնեցին արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ բռնատեղահանված ավելի քան 98,000 քույր ու եղբայրներն առաջնային կարիքի ու կեցության 50,000-ականները մինչև հունիս փոխանցել, համարեցին, թե անցումային հնարավորություն են ստեղծում։
Առաջարկվել է 2 ամիս ժամկետով մինչև ընդհանուր սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ համապատասխան առաջարկներ ներկայացնելը եւ դրանք քննարկելը։ Քննարկումներն առայժմ պտուղ չեն տալիս առանցքային պահանջն այնուամենայնիվ մինչև բնակարան ձեռք բերելը սոցաջակցության գումարը տրամադրելը մերժում են պատասխանատուները։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչն ասում է, արդեն սպասում են, որ նախարարության ծրագրերը գործարկվեն, անարդյունք մնան ու արդեն հենց այդ փաստերով կխոսեն։ Մենք ասել ենք, պատրաստ ենք աշխատել 24 ժամ անընդմեջ 7 օր շարունակ, բայց իրենց կողմից մենք ասել ենք, եթե տեսնենք որևիցե միտեղ իրենք հապաղում են կամ ցանկություն չունենք, մենք վերադառնալու ենք հրապարակ եւ շարունակենք պայքարը։ Այս ընթացքում ի դեպ պաշտոնական թվերը վկայում են, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թիվը, որոնք դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, ավելացել է։ Դիմումատուների թիվն օրական արդեն գրեթե 50-ի է հասնում, մինչդեռ ամիսներ առաջ հազիվ 20-30 էին։ Կարմիր գծերի համար սահմանված վճարները բարձրացնելու ավականու որոշման դրույթները վարչական դատարանն անվավեր է ճանաչել։ Արձանագրել է քաղաքապետարանը որևէ կերպ չի ապացուցել, որ վճարը շեշտակի ավելացել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով։ Դատարանը փողոցները բեռնաթափելու ավականու պատճառաբանությունը եւս համարել է ոչ իրավաչափ։ Մեծ հաշվով չեն ներկայացել բավարար ապացույցներ, թե ինչպես է հիմնավորվում տվյալ տեղական ավտոկայանելու համար ծախսվող գումարները անպատասխան կառույցի 25 թվականի համար անհրաժեշտ ապացույցներ չեն ներկայացել չափի մասով, այսինքն սահմանվող պետական տուրքերը, վճարները պետք է համապատասխանեն այն ծախսերի ծավալին, որոնք անհրաժեշտ են ծառայությունները տրամադրելու համար երևանցիներին։ Դատարանի այս որոշման հետ կապված դիմեցինք նաև քաղաքապետարան տեղեկանալու վարչական դատարանի որոշումը բողոքարկելու են, պատասխանեցին այո, դիմելու են վերաքննիչ դատարան։ Մինչև քաղաքապետարանը կդիմի վերաքննիչ դատարան եւ հայտնի չէ, թե վերաքննիչ դատաքննությունը որքան կտևի, իրավաբանական համայնքը տեղեկացնում է, որ քաղաքացիները այդ ընթացքում շարունակելու են կրել վարչական ակտի հետևանքները։ Քանի որ ուժի մեջ չի մտել եւ կա վերաքննության հնարավորություն, իսկ վերաքննությունը առհասարակ դատական քննությունների մոտ շատ երկար է տևում, հետեւաբար մինչեւ որ ավարտվում է վերաքննության փուլը, հետո վճռաբեկ գնում են կամ չեն գնում, մինչեւ այդ ամբողջ process-ը էփվում եւ ավարտվում է, գալիս է հաջորդ տարին։ Եվ քաղաքապետարանը ընդունում է արդեն նոր տարվա համար տեղական վճարներ, դրանք սկսում են կիրառվել եւ փաստացի ստացվում է արդյունավետությունը դատական պաշտպանության բավականին ընկնում է։ Կարող են վարչական տուգանքի ենթարկվածները վերջնական ակտից հետո փոխհատուցում ստանալ իրենց կատարած ծախսերի համար։ Փաստաբանը տեղեկացրեց, որ այո, կարող են, երբ վերջնական ակտով հաստատվի, որ տվյալ նորմատիվ իրավական ակտը ոչ իրավաչափ է։ Ոչինչ չի խանգարելու անձանց դիմելու վարչական մարմին, ասելու քանի որ մեծ հաշվով ապօրինի ես ինձանից գանձը, վերադարձրու ես քան դրամ, ապացույցները բնականաբար բոլորը ունեն, դրանք բոլորը փոխանցումներով կամ չեկերով կարող են հաստատվել, այսինքն կարող են ունենալ այդ ապացույցները։ Եվ հրաժարվելու դեպքում անձինք կարող են իհարկե դիմել դատարան նաև այդ փոխհատուցումները ստանալու համար։ Վճարումների բարձրացումից հետո էլ կարելի է նկատել, որ հատկապես քաղաքի կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներ ծանրաբեռնված են։ Վարորդներն էլ մեծ դժվարությամբ են գտնում թափուր կարմիր գծեր մեքենաները կայանելու համար։ Համավարակ համաճարակի բռնկման դեպքում ինչ ենք անելու, պետությունը COVID-ի դառը փորձից հետո պատրաստ է այդ օրինակ արտակարգ վիճակներին։ Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում համավարակի եւ համաճարակի պատրաստվածության եւ արձագանքման պլան, որ բոլորն իմանան, թե ինչ պետք է անեն, խառնաշփոթ չլինի, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններն ու հնարավոր մյուս կառույցները տեղյակ լինեն, ինչ են անելու, ինչպես են նման պայմաններում փոխգործակցելու։ Վերջին տարիների փորձը, այդ թվում COVID-19 համավարակը ցույց տվեց, որ համաճարակային եւ համավարակային իրավիճակների կանխարգելման, արձագանքման եւ վերականգնման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված եւ ռազմավարական մոտեցում։ Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է գործառույթներ, պատասխանատվության շրջանակներ եւ փոխգործակցության մեխանիզմներ։
Այն, որ համավարակ համաճարակի դեպքերի համար մեր երկրի գործողությունների պլան է անհրաժեշտ, առողջապահության մասնագետները նշում են օդ ու ջրի նման։ Նրա բացակայության դեպքում անգամ պարզ դեպքերը կարող են վերածվել ճգնաժամի, փորձառու մասնագետների աշխատանքն էլ կդառնա անարդյունավետ։ Ի վերջո, պլանը պարզապես փաստաթուղթ չէ, այլ գործիք իրավիճակն արագ գնահատելու, որոշում կայացնելու եւ գործելու, պնդում են նրանք ու հավելում. շատ ենք ուշացրել։ Դա պետք է ստեղծվեր գոնե կովիդի մեկնարկից, գոնե 2-3 ամիս հետո, սակայն մենք ականատես ենք լինում, որ 5 տարի կովիդից հետո նոր որոշել է, որ պետք է ունենալ այդ պլանը խիստ խնդրահարույց է, այսինքն մենք արձանագրում ենք, որ համաճարակաբանական վերահսկողությունը Հայաստանի Հանրապետություն առ այսօր չի կատարվում համապատասխան պլանի, համապատասխան գործելակարգերով եւ համապատասխան գերատեսչությունների աշխատանքների համակցման արդյունքում։ Փորձագետի գնահատմամբ առողջապահական պատասխանատուների նախագիծը դեռ ամբողջական չէ, ենթաօրենսդրական ակտեր պետք կգան։ Խնդիրները կային աշխատանքային կազմակերպման հետ կապված ենթաօրենսդրական, օրինակ հստակ գործողությունների թերացում կար տեսչական մարմինների հետ կապված, ունենալի անվտանգության տեսչության, առողջապահության տեսչության եւ նաեւ թիմ կառույցների։ Կապված էր աշխատանքային ավելի քիչ ընդգրկվածության հետ։ Իդեպ Գեղարքունիքի Չկալովկա գյուղում բրուցելոզի դեպքեր են գրանցվել։ Սննդամթերքի տեսչականից փոխանցում են իրավիճակն առայժմ վերահսկելի է։ Հիվանդ կենդանիներին հարկադիր սպանդի են ենթարկել, ախտահարել։